Հիշեցնեմ ձեզ հայտնության գրքից գրքի վերջին տողերն են, որ ասում է սուրբն ավելի սրբվի, աշխարհն ավելի աշխարհանա, մեղավորն ավելի մեղավոր լինի, չէ, այսինքն ինչպես հունձքը հասնում է բարի սերմ ցանված հունձքը բարի պտուղներով հասունանում է, չարն էլ չար պտուղներով է հասունանում։ Աշխարհը հասունանում է, արդարները արդարության մեջ, մեղավորները մեղքի կյանքի մեջ, մեղավոր ընթացքի մեջ։ Այս հասունությունը հասնելու այն մակարդակի, որ արդարները հասունանան այնպիսի կայուն վիճակի հասնեն, որ հակառակորդի ճնշող ազդեցությունը նրանց հավատ կուրացման չկարողանա տանել, հասունացել են, հաստատուն ընտրություն են կայացրել, իսկ մեղավոր մարդկանց էլ հասունացել են այնպիսի մի չար վիճակի մեջ, որ ապաշխարության էլ դառնալու սիրտ չունեն։ Ասում է, երբ որ ծառը պտուղ չպիտի տա, ասում է, արմատը հանիր այգուց և դեն գցիր, դա վերջը կլինի։ Արդեն, երբ որ աշխարհը իր պտուղը չտա, ապաշխարողները չլինեն, պատկերացնում եք։ Սակայն Աստված մեզ հնարավորություն է տվել, որ մենք հասունանանք Աստծո ծրագրի մեջ, սրբության և արդարության մեջ։ Ու փառք Աստծուն, խոսում է մեզ հետ Աստված իր ծառաների միջոցով որոշված սուրբ գրային թեմաներ, որ տանի մեզ հասունության։ Այս արտահայտությունը, որ վերնագրել եմ Սուրբ ինչպես Հիսուսը, առաջին նամակ Հովհաննեսի 3-րդ գլխի 3-րդ համարում է խոսում, ամեն ով որ այս հույսը ունի, մինչ այդ ասում է Տիրոջ տեսնելու, երկնքում լինելու, Տիրոջ տեսնելու հույս ունի, սրբում է իր անձը ինչպես որ նա սուրբ է։ Այսինքն հավատացյալ մարդը առաջին օրինակը իր համար չափանիշը Հիսուսն է։ Ձգտում է նմանվել Քրիստոսին։ Իհարկե մենք Աստծո հավատացող զավակներից էլ ենք սովորում, իրար էլ ենք նայում, բայց սա պետք է մեր սրտում պահենք, մարդը մնում է մարդ, գուցե ինչ-որ բաներում սխալվի, բարին վերցնել, ոչ թե չարը։ Նրանից այնպիսի օրինակ վերցնել, որը սուրբ գրային պահվածք է, սուրբ գրային մտածելակերպ է։ Բայց Հիսուսից դու կարող ես ամեն ինչ վերցնել, որովհետև ամենը սուրբ գրային էր, կատարյալը, անթերին։ Դրա համար մենք ձգտում ենք նայել նրան, նայել, այսինքն սովորել, լսել խոսքը քարոզները, որ լսվում է, կամ դասընթացները, կամ կարդում ինչ-որ հնարավորություն, որ Տերը տալիս է սուրբ գրային կրթություն առնելու, ուշադրությամբ ճանաչելու նրան, որովհետև եթե նրան չճանաչես, նրան ինչպես նմանվես։ Հիմա կարդամ առաջին համարից, 3-րդ գլխի առաջին համարից։ Նորից հիշեցնեմ ամբողջը, առաջին Հովհաննեսի նամակն է, 3-րդ գլխի առաջին համարից եմ կարդում։ Տեսեք, թե Հայրը ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդի կոչվենք։ Սրա համար աշխարհը չի ճանաչում մեզ, որ նրան չճանաչեց։ Սիրելիներ, հիմա Աստծո որդիք ենք, և տակավին հայտնված չէ, թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք, թե երբ որ նա կհայտնվի, նրան նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան ինչպես որ է։ Այս տեքստում մինչև 10 համարը ընթացքում պետք է կարդամ, հաճախակի է ասում նա, նրան, նկատի ունի Տեր Հիսուսին, որովհետև դրանից վեր է եղող հատվածում, և այս որոշվածս հատվածում խոսվում է, որ Քրիստոսի մասին նկատի ունի կոնկրետ, որ նրան ենք տեսնելու, նրանից ենք օրինակ վերցնում։ Հանդրադառնանք առաջին համարին, Աստված սիրեց մեզ, այո, այնպիսի մեծ սեր շնորհեց մեր նկատմամբ, ցույց տվեց, որ ամենաթանկը իր միածին որդին աշխարհ ուղարկեց, որ նրան հավատալով արժանացանք, Հովհաննեսի ավետարանի 3-րդ գլխում ասում է, նրան հավատալով արժանացանք վերստին ծնունդ ստանալու Սուրբ Հոգու ներգործությամբ։ Եվ այդ ծնունդ Աստծուց եղավ մեր մեջ իրավունքով կոչվեցինք
որպես որդիներ, Աստծո որդիներ։ Եվ երբ որ Քրիստոսն ասում էր ես եմ Աստծո որդին, նրան չճանաչեցին եւ դրա այդ խոսքի համար նրան խաչեցին։ Հայում ես, ասում էին, դու քո անձը Աստծուն հավասար ես անում, ասում ես ես որդին եմ Աստծո, բայց իրականություն էր դա, իրականություն էր։ Նաև այս է իրականություն, որ մենք որ Քրիստոսին ընդունել ենք Տեր ու Փրկիչ, պատկանելով Աստծուն, Աստված այդ սուրբ գործն է արել, ծնունդ տվել աստվածային բնություն մեր մեջ, որ մենք էլ Աստծո որդիք լինենք, ոչ թե համարվենք, ոչ թե ուղղակի որդեգրությամբ խորթերը դարձան որդեգրությամբ, որդեգրությունը Սուրբ գրքում ուրիշ նպատակի համար է, այլ Աստծուց ծնունդ եղավ մեր մեջ, կոչվեցինք Աստծո որդիք, սա մեծ պատիվ է, մեզ, լինի փառք հորը, որ սիրեց մեզ և համբերեց իր միածնի որդու չարչարանքներին նայելու, մինչև որ ամենը կատարվի մեր փրկության համար, մեզ սիրեց և ասում է, սիրելիներ, հիմա Աստծո որդիք ենք, տակավին դեռ ամբողջովին հայտնված չէ ինչ պիտի լինենք, բայց գիտենք, թե երբ որ նա կհայտնվի, Տեր Հիսուսը, հայտնի կլինի, նրան նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան ինչպես որ է։ Տեսեք, նրան տեսնելը ինչ մեծ նշանակություն ունի, նրան ճանաչելը ինչ մեծ նշանակություն ունի, աշխարհը նրան չճանաչեց, բայց մենք նրան տեսնելու ենք և ճանաչելու ինչպես որ է, և դա ինչ նկատի ունի մեծ նշանակություն ունի մեզ վրա, նրան նմանվելու հարցում։ Նրան տեսնելը նպաստելու է արագորեն էլ, ավելի արագ ընթացքով նրան նմանվելու։ Մենք այսօր էլ, երբ որ խոսվում է Քրիստոսի մասին, սուրբ գրային հայտնություններով բացահայտվում Քրիստոսի ով և ինչպիսին լինելը, մտքով, գիտակցությամբ տեսնում ենք նրան, և որքան որ մտածում նրա վրա, տեսնում նրան, նմանվում ենք նրան։ Սակայն ուշադրություն դարձրեք, միայն ճանաչելը չէ հարցը, հարցը նաև սա է, ձգտում ունես նման նմանվելու, փափագում ես դա, թե ոչ, որովհետև նա, որ պիտի սրբվի ինչպես Տերն է սուրբ, պետք է փափագ ունենա, ասում է ամեն ով որ այս հույս ունի Տիրոջ տեսնելու, Տիրոջ միաբանվելու, սրբում է իր անձը ինչպես որ Տերն է սուրբ, այսինքն աշխատում է իր վրա։ Այս վերջերս հաճախակի է խոսվում այս թեմայով։ Մենք այսօր հավաքվել ենք, լսում ենք խոսքը, ոմանք հեռվից են լսում խոսքը, ուշադրություն դարձրեք կամ կլսեն հետո ընթացքում, մարդը լսելու ընթացքում աշխատում է իր վրա, քննում իր անձը, որ գնա այդ ծրագրով, որ Աստված է որոշել իր համար, լինի սուրբ, ինչպես Տեր Հիսուսը։ Շարունակությունն եմ կարդում 4 համարից, այսինքն 3-ն էլ հետը կկարդամ մինչև 5-ը, ամեն ով որ այս հույսը ունի իրենում, սրբում է իր անձը ինչպես որ նա է սուրբ։ Ամեն ով որ մեղք է գործում, նա անօրենություն է անում, և մեղքն է անօրենությունը։ Եվ գիտենք, որ նա հայտնվեցավ, այսինքն Տեր Հիսուսը հայտնվեցավ, որ մեր մեղքերը վեր առնե, և նրանում մեղք չկա։ Սա հայտնի է մեզ։ Գիտենք, որ նա մեր մեղքերը վեր առավ, բայց ուզում ենք լինել Աստծո որդի, ուզում ենք Տիրոջ առաջին կանգնել, բայց ուզում ենք սուրբ և արդար լինել։ Եթե մարդու սրտում այս ընտրությունը որոշումը չկա, այս ճանապարհի մեջ չի գնա։ Կլսի, բայց իր մեջ իրեն սրտի ուզած բաները կուզի միայն պահել, բայց ինքնակնության տանող իրեն իրական վիճակը բացահայտող խոսքերը, մտքերը աշխատում հենց այդ պահին մոռացության մատնել, սրտը չանցնի։ Այդ խոսքերը նա սրտի մեջ չգնան, սրբության այդ գործը չի կատարվի այդ դեպքում, որքան էլ ժողովների մասնակցի, անպտուղ կմնա մարդը, չի մաքրվի, բարի պտուղ է չի տա հետևաբար։ Տեսեք, միազգականն է, որ մոտիկ հարազատ մարդ, երբ որ այցելեցի, ասեց Արսեն ջան,
ամեն օր հայր մեր աղոթքը անում եմ։ Ճիշտ ասած ես իրենից չէի սպասում այն ինչ որ զգուշացրեցի, Տերը խոսել տվեց ինձ։ Ես չգիտեի իրեն մասին, որ ինչ է անում, ասեցի իմ հարազատին, ասեցի լավ է որ հայր մեր անում ես, ասում ես, Տերը սովորեցրեց այդպես աղոթենք, ցավում եմ, բայց շատ մարդիկ շրջապատում, նույնիսկ մարդիկ գիտեմ, որոնց ես շատ ճանաչում եմ ու հարգում, հայր մերն ասում են, բայց այդ խոսքերը չեն պահում։ Կարծես ասում են, ուղղակի ասված իրանց հաց տա, պաշտպանի, բայց այնտեղ խոսքեր կա, որ իրենց արարքի հետ էլ է կապված, ինչպես ասում են, ներիր մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտականներին ու անեծք են անում, մարդկանց չար բան կամենում, ասեց Արսեն ջան, այդ մեկը չեմ կարա, բայց ես չեմ կարա իմ փեսում չանիծեմ։ Ասեցի իմ հարազատն ես, ասի շատ ես եթե ճիշտը չասեմ, քեզ վատություն կանեմ, դու դժոխքի ճանապարհի մեջ ես, գնում ես դեպի դժոխք եւ անօրենություն ես անում, հանցանք ես գործում, ուշադրություն դարձնում, նույնիսկ ինքդ քեզ ես դատապարտում հայր մերն ասելով։ Ներիր մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտականներին, ու դու ասում ես ես որոշել եմ պիտի շարունակեմ անեծք անել։ Այս խոսքով քեզ ես դատաստանի առաջ կանգնեցնում։ Լավ ճիշտ աղոթք է, բայց պիտի կատարես, խնդրի Աստված քեզ ուժ տա, այդ վիճակից դուրս գաս։ Ես այդ ժամանակ իրեն համար դարձա թշնամի, բայց ես իրականում իրեն բարեկամ էի, բարեկամը դա կաներ, բայց ես այդ պահին դարձա իրեն թշնամի։ Տեսեք, ցավում եմ այդ վիճակի համար, որ աչքերիս առաջ, որ հիմա էլ հիշում եմ մեղքս գալիս է, բայց ինչ անես, մարդուն օգնել չես կարող, նույնիսկ կարող է մարդը շատ վատ ընթացքի մեջ լինի ու ինքը իրան չտեսնի։ Տեսեք, շարունակեմ, հասել ենք 5-րդ համարը, որ ասում եք, գիտենք, որ նա հայտնվեցավ, այսինքն Տեր Հիսուս հայտնվեցավ, որ մեր մեղքերը վեր առնե եւ նրանում մեղք հանցանք չկա։ Ամեն ով որ նրանում մնում է, Քրիստոսում մնում է, չի մեղանչում։ Եվ ամեն ով որ մեղանչում է, չի տեսել նրան եւ ոչ էլ ճանաչել է նրան։ Մանկունք ոչ ոք ձեզ չխաբե, նա որ արդարություն է անում, արդար է, ինչպես նա էլ է արդար, եւ նա որ մեղք է անում, սատանայիցն է, որովհետեւ սատանան հետ սկզբից մեղանչում է, նրա համար հայտնվեցավ Աստծո որդին, որ սատանայի գործերը քանդե, ամեն ով որ Աստվածանից է ծնված մեղք չի անում, որովհետեւ նրա սերմը, գիտեք խոսքը, սերմը նրանում մնում է եւ չի կարող մեղանչել, որովհետև Աստվածանից է ծնված։ Սրանով են հայտնի Աստծո որդիքը եւ սատանայի որդիքը։ Ամեն ով որ արդարություն չի անում, նա Աստվածանից չի, եւ ոչ էլ նա որ իր եղբորը չի սիրում։ Փաստորեն ասում է կա խաբված վիճակ, որ մարդը արդարություն չի անում, անօրենություն է անում, ինքը մեղք է գործում, բայց համարում է, որ ինքը Աստծո բաժինն է։ Ես պատկանում եմ Աստծուն, որոշված, այսինքն երևացող ինչ-որ բաներ, արարմունքներ, աղոթք ես են արել եմ, գիրքն էլ կարդացել եմ, պլանս կատարել եմ, բայց ինքնակնության, սրբության մեջ գնալու քայլեր չունեմ, ժողովուրդ։ Ինքնախաբեություն է։ Նույնիսկ ասում է, որ այդպիսի վիճակի մարդը սատանայից է, սատանայի ազդեցությունն։ Եվ եղբորը սիրողը ինչ է անում։ Եղբորը սիրողը, ասում է, եթե տեսնես եղբորդ մեղանչելիս, գնա եւ ասա։ Մատթեոս ավետարան, եղբայրն էլ այդ մտքերով մանիշ ասեց, 18-րդ գլխի 15-17 համարները, ասում է, գնա եւ ասա։ Տեսեք 15-ից 17 համարը, եթե երբ որ դու նրան մենակ լինես, գնա եւ ասա, եթե քեզ լսե, քո եղբորը շահեցիր։ Քո օգուտը եղբորը շահելն էր,
մարդը եթե եղբորը սիրում է, պիտի գնասի։ Եվ դա իր շահն է, որ եղբորը եթե շահեց։ Գուցե եղբայրը չլսի, այո, ինքը կատարեց Աստծո հրամանը, բայց վնասել քաշեց, եղբայրը իր չլսեց, որ ապաշխարեր։ Մարդը անհանգիստ է։ Իմ եղբայրս չապաշխարեց, թեև ես անպարտ եմ նրան ասել եմ, սակայն եթե չապաշխարեց, ես եմ վնաս նաև քաշում։ Նրան շահելը իմ օգուտն էր, չեմ կորցնի նրան։ Ուշադրություն եք դարձնում ինչ ասում։ Եթե ընդունեց, շահեցիր, եթե չընդունեց, բայց եթե չլսի քեզ, վեր առ մեկ կամ երկու ուրիշ էլ քեզ հետ, որովհետև երկու կամ երեք վկայի բերանով ամեն բան կհաստատվի։ Բայց եթե նրանց էլ չլսե, ասա եկեղեցուն, ապա եթե եկեղեցուն էլ չլսե, թող քեզ համար լինի ինչպես հեթանոս եւ մաքսավոր։ Այսինքն դու հավատարիմ եղար։ Թեկուզ չլսեց, ապաշխարեր, Աստված քեզ չի մեղադրի, բայց վնասել քաշեցիր, չլսեց, չապաշխարեց, մարդու սրտից կա իմ հարազատի այդ խոսքը վերքի պես է մնացել սրտումս։ Ասում միթե ես իրան պիտի սենց կորի գնա, էլ չտեսնեմ երկնքում, ողորմա Աստվածին։ Դու գիտես ինչպես անես իրան, թե հիմա կհանդիմանես, թե հիմա թույլ կտաս նեղություն, ցավ քաշի մեր դաս թափեցնող լինի, այն որ մատից փուշ են հանում, ցավ ես տալի, որ այդ փուշը հանես, կամ խորը վերքեր են օպերացիա են անում, ավելի խորը ցավ են տալի, բայց կյանքի համար, օգուտի համար։ Աստված գիտի որն է բարին, ասում Տեր Աստված, խղճավ ողորմիր, ինչպես կվերես Երանի գա, թե մարդը ռոբոտ չի։ Պիտի հնազանդվի, պիտի ընդունի խրատը, օրհնությունը, որ գա, կյանք ընդունի։ Սրբության ճանապարհը չեն հավանում, ուզում են հաջողություն ունենան, բայց սուրբ չդնեն։ Չհնազանդվեն, այդ սրբության մեջ չգնան, ժողովուրդ, դա ինքնախաբեություն է, ասում եմ մանկունք ոչով չխաբե ձեզ։ Նա որ արդարություն է անում, արդար է ինչպես Տերն է արդար։ Նա որ մեղք է անում, սատանայիցն է, թող իրեն չխաբի։ Որտեղ սատանան, իր Տերը ընդեղ էլ ինքը կլինի։ Անօրենություն գործողը։ Եվ այսօր եթե մեզ սրբության է տանում Աստված կամ մեզ սիրող մարդիկ մեզ օգնում են, դա սուրբ օրհնություն է, գործ է մեզ համար։ Մարդը պիտի մի հատ հավաքի իրեն։ Ես ումից եմ նեղանում, ումից եմ վրդովվում, մարդիկ բաներ են պահանջում, որ իմ կյանքի համար է, ես ոնց որ ասած թշնամի եմ դարձել այդ մարդկանց, որ իմ համար են աշխատում, ինձ համար են հոգ անում։ Սատանայի ազդեցություն է գալիս մարդու վրա։ Շատ մարդիկ մթագնում են, մտքները փակվում, էլ չեն հասկանում, իրենց ապաշխարության քայլերը չեն հասկանում, որտեղից են ընկել, որտեղից պիտի կանգնեն, նայում ես հարցեր են տալիս, որ մանկամիտն է այդ հարցը տալիս, այնպիսի հարցեր, որ արդեն գիտի, ինչ որ բանում եթե հանդիմանվել է, իր քայլերը պիտի լինի, բայց մտածում է, դե հանդիմանեցի, վեճ չարեցի, բայց չդարձի, ինչի իմ նկատմամբ ձեր քայլերը չեք անում, բա ուր է այն պատմուճանը, ուր է այն եզը, որ պիտի մորթվի, բա ապաշխարությունը ուր է, ինչի համար հանդիմանվել ես, ուր է փոփոխությունը կյանքի, ուշադրություն դարձրեք, մի խաբվեք, ասում է, նա որ արդարություն է անում, նա է իր տիրոջը նմանվողը, սա է հարցը, ասում է, նա որ մեղք է անում, սատանայիցն է, ներկա շարունակական, վիճակը շարունակվում է իրա, նա որ արդարություն է անում, այսինքն շարունակական արդարությունից արդարություն է գնում, շարունակական ընթացք է սա, հարցային չի որ մեղանչեց, մի հատ ինչ որ սխալ գործեց, մեղք է անում, ուրիշ բան է, մեղք արեց, ուրիշ բան է, այսինքն մեղք է անում, վիճակը չի փոխվում, մարդը մի մեղք գործեց կարող է զղջա թողություն խնդրել, բայց մի բանի մեջ, որ հարատևում է մարդը, անհանգստությունը տիրոջ սրա վրա է, սրբվիր, սրա մասին է խոսքը, շարունակական ընթացք է դա,
Եվ Աստծո նպատակն է, որ մարդը տեսնի իր քայլերն անի, որովհետև ասում է ամեն ով որ Աստծուց է ծնված մեղք չի անում, որովհետև նրա սերմը, խոսքը մնում է նրա մեջ։ Այո, երբ որ բարի սերմ ցանում ես, դա պետք է պտուղ տա։ Եթե մեկը Աստծուց եղող խոսք, ավետարանի խոսք, հանդիմանություն, խրատ ընդունեց սրտում պահեց, եթե սրտում պահեց, դա պիտի պտուղ տա։ Եթե պայքարեց այդ խոսքի հետ, դեմ պտուղ չի տա։ Սրտում չընկավ, լսեց, բայց սրտում չընկավ։ Դա պտուղ չի տա։ Դա նույնիսկ մոռացուկ լսող կլինի, նույնիսկ թշնամի կլինի այն մարդուն, որ իր հետ խոսեց։ Չի սիրի այդ մարդուն։ Եվ պատրաստ է լինել մատնիչել, պատրաստ է լինել այդ մարդուն ուրացողել, ատողել, որովհետև արդարության խոսքը, որ մարդու բերանով եղավ, որ եթե պահեր սրտում, բարի պտուղ էր տալու ու հետո էլ ավելի ուրախանալու էր իր հավատարիմ ընկերոջ համար, որ այդ մարդու աշխատանքով ես նորոգվեցի, բժշկվեցի։ Սակայն եթե հակառակ վիճակն է, բարի մարդը դարձավ իրեն եղբայրը, որ սիրում է իրեն, դարձավ չար։ Աստված ողորմա մեզ։ Աստծո նպատակն է, որ Տիրոջ նմանվենք։ Մենք Կորինթացիս նամակում ասում է 15-րդ գլխի 18 համարում հողեղենի պատկերը ունենք, չէ՞։ Ինչպես հողեղենի, ներողություն, 15-րդ գլխի 48-49 համարն եմ կարդում։ Ինչպես հողեղենը, այնպես էլ հողեղենները, եւ ինչպես երկնավորը, այնպես էլ երկնավորները, եւ ինչպես հողեղենի պատկերը հագանք, երկնավորի պատկերն էլ պիտի հագնենք, բոլորովին պիտի նրան նմանությանը գնանք։ Բայց ռոբոտ չենք, նորից եմ ասում։ Մենք մեր ընտրությամբ, մեր որոշմամբ ենք կատարում այս քայլերը։ Թող օրհնի մեզ Աստված։ Օրհնեցել Աստված։ Հոմանիշ թեմա էր այսօրվա խոսքը, ուշադրություն դարձրեք, եղբոր խոսքի հետ հոմանիշ թեմա էր։ Աստծո անհանգստությունը էլ ավելի, ասում է 2 կամ 3 վկայով հաստատվում է, որ Աստծո անհանգստությունը եկեղեցու համար ինչ հարցում է։ Սա երկրորդ վկայություն այսօր, որ Աստված ուզում է մենք խոնարհությամբ լսենք նրան, լսենք մեզ սիրող մարդկանց։ Օրհնի ձեզ Աստված, որ այսպես վարվեք, հոգևորապես աճենք, սրբությունից սրբություն եւ արդարությունից արդարություն գնանք։ Մեր գերազանց օրինակը Հիսուս Քրիստոսն է, թեև իրարից ենք սովորում։ Սակայն լավը պիտի սովորենք, եթե վատ բան ենք տեսնում, վատը ցույց տանք, ոչ թե սովորենք։ Օգնենք մարդը տեսնի, ոչ թե ընդօրինակենք։ Թող օրհնի մեզ Աստված, աղոթք անենք։